Դատավորներ, դատախազներ, քննիչներ մասնակցում են միջազգային քրեական դատարանի նյութական եւ դատավարական իրավունքը թեմայով աշխատաժողովին։ Այն կազմակերպվել է աջակցություն Հայաստանի կառավարությանը Հռոմի ստատուտի հետ վավերացման գործընթացներում ծրագրով։ Միջազգային փորձագետները ներկայացնելու են թեմային առնչվող տարբեր ասպեկտներ։ Հուսով եմ, որ այս աշխատաժողովը կօգնի մեր պաշտոնատար անձանց, մեր մասնագետներին, իրավաբաններին ել ավելի խորացնելու իրենց գիտելիքները միջազգային քրեական իրավունքի ոլորտում եւ ոչ միայն կատարելու Հայաստանի ստանձնած հանձնառությունները, այլև ապահովելու Հայաստանի բնակչության անվտանգությունը ապագայում միջազգային քրեական հանցագործություններից։ Ինչպես հավաքել ապացույցներ, ինչպես վարել քննություն, ինչպիսի փոխհարաբերություն կա միջազգային քրեական իրավունքի եւ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի միջև եւ նմանատիպ այլ թեմաներ են քննարկվելու երկօրյա աշխատաժողովում։ Միջազգային հանցագործությունների հարցում հիմնական պատասխանատվությունը դեռևս կրում են ազգային դատարանները, այլ ոչ միջազգային քրեական դատարանը։ Ուստի շատ կարևոր է, որ հայ դատավորները, դատախազները, քննիչները ծանոթ լինեն դատարանի էությանը, կառուցվածքին եւ ընթացակարգերին։ Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանը ողջունում է, որ Հայաստանը միացել է Հռոմի կանոնադրությանը եւ միջազգային քրեական դատարանին։ Աջակցում ենք Հայաստանին քրեական դատարանին ինտեգրվելու բոլոր գործընթացներին նախապատրաստվելու հարցում։ Այս դասընթացը շատ տեղին է եւ անցկացվում է ճիշտ ժամանակին։ Այն կօգնի Հայաստանին փորձ ձեռք բերել։ 2024 թվականի փետրվարից է Հայաստանի համար ուժի մեջ մտել Հռոմի կանոնադրությունը։ Ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության համար առաջնահերթ է, որպեսզի իրավապահ համակարգի մարմինները, ինչպես նաև ոլորտում ներգրաված բոլոր անձնակազմը տիրապետի միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը, ինչպես նաև ներպետական օրենսդրությունը հնարավորության դեպքում ամբողջությամբ համապատասխանեցնենք հենց Հռոմի կանոնադրությանը։ Նախարարի տեղակալը տեղեկացնում է, այդ ուղղությամբ մի շարք քայլեր արդեն ձեռնարկվել են։ Վճռաբեկ դատարանի նախագահը նշում է, Հռոմի ստատուտի վավերացումը միջազգային քրեական դատարանի հետ գործակցության մեկնարկն էր, որը անշուշտ ենթադրում է ինչպես օրենսդրության ներդաշնակեցում, ինստիտուցիոնալ համապատասխան մեխանիզմերի ներդրում եւ անշուշտ իրավացիորեն նշվեց նաեւ ոլորտի մասնագետների վերապատրաստում, հանրային համապատասխան ընկալում եւ կարծում եմ այսօրվա միջոցառումը դա լավագույն փորձն է այդ գործողությունները իրականացնելու համար։ Աշխատաժողովը դատական եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների համար կընթանա առանձին քննարկումներով։ Լիանա Խաչատուրյան, Ժիրայր Հապետյան, լուրեր։